Մի րոպե։ Լսեք։ Մենք Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.V. Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, Ռուսաստանի Դաշնության նախագահ V.V. Պուտինը հայտարարեցինք, դուք կլլերի գլող հայտարարեցինք, հետո ինչ, ժաշտամ ձեր ընտանիքների բերանը ես, որ հայտարարեցինք ինչ, կալիրս ծծեք դուք, ձեր բալեքի ընտանիքների բերանը քունեմ ես, հետո, հայտարարեցինք, հետո, դուք ինչ կլիրս եք այդ գանդոններ, դուք հայտարարեք կամ ձեր ասածը հիմք լինի, դուք ով եք, ժաշտամ ձեր ընտանիքների բերանը, էսա մի րոպե, հետո, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրս բերմանը զուգահեռ։ Հիմա մի րոպե, ամիս ամսաթիվը կարդամ երբվա է։ Ուրեմն 10-11-2020 թվական։ Հիմա ուրեմն տեսեք ինչ է ստացվում։ Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով Լաչինի Միչանսկի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ թվով 1960 զինծառայող լսի այդ կլիրս ծածեք դուք այդ բերանները ժաշտամ ես ով է ձեզ թույլ տվել Ում եք հարցերը, ես գյոթին, ես որից կունվող գանդոնի, հա, ես գանդոննով այդ կլերի գանդոն, կու քաղաքական կոչված կլերի գանդոնները, ժամանակին ասում են, ես Սորոսի գործակալա, որչապիտ կոչվածը, ճիշտ է, բա բերանները ժաշտեմ, ասում են գործակալա, բա գործակալի հետ ոնց եք ինչ-որ պայմանագիր հայտարարություն անում, հա, հարց եմ տալիս արա Դուք ոնց եք հայտարարություն անում կամ կալիրս ձեր գանդոն բերանը դնեմ ես։ Էդի ձեր տարածքներն է որոշում եք ինչ-որ այդտեղ խաղաղապահ զոր դնեք, զոր չդնեք։ Այ ժաշտամ ձեր ընտանիքների բերանը։ Էսա ես զանգելու եմ, էսա Ռուսաստանի հերթապահ մաս կա։ Էս մի շաբաթա զանգում են, փախնում են այս գանդոնները։ Էսա ձեր իսկ մասնակցությամբ կզանգեմ Ռուսաստանի Դաշնություն կոչված կլերի գանդոնների։ Ու էսա տեսեք ինչ եմ անելու։ Մի րոպե, հետո շարունակեմ, մի րոպե, Так, 1960 զինծառայող, հրաձգային, в общем, զենքով, 90 զրահավոր փոխադրիչ մեքենա, 370 միավոր ավտոմոբիլային հատուկ տեխնիկա, մի րոպե, հետո, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերման զուգահեռ։ Մի րոպե փոքրացնենք, հա։ Так, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի ժամկետը կազմում է 5 տարի հերթական 5-ամյա ժամկետներով, ավտոմատ կերպով, երկարաձգմամբ Եթե կողմերից որևիցե մեկի ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարվի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին։ Հիմա այս գանդոնները այս քաղաքագետ կոչված պուտանկեքի հետ, որ ձեզ ներկայացնում են իբր թե Ամերիկայի այս բանը կազմակերպությունը կամ մի րոպե Ամերիկայի կազմակերպություն կամ ես իմ Ամերիկայի տրամպլին կլինի, ես իմ կամ ուրիշ կլերի գանդոն կլինի։ Դրանք ինչ իրավունք ունեն։ Մեր տարածքները, մեր ազգի, մեր պետության տարածքները դնեն ինչ-որ բանակցային կամ հերթական վաճառքի կամ ինչ-որ քննարկման առարկա դարձնեն։ Այս գանդոններն ով են արա։ Ալնի ֆուցա, ալնի տրամ, թե ես ուրիշ կլերի, ես ալնի ֆաշողլի, խերժո, ռաուվ, թե ես ուրիշ կլերի գանդոն։ Սրանք ով են արա։ Հասարակ պարզ հարց եմ տալիս։ Սրանք ով են արա։ Հետո շարունակեմ արա։ Շարունակեմ։ Մի րոպե հարգելի ունկնդիրներ։ Так. Ահա։
Так. Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության վերադարձնում է Չէ, մի րոպե ներողություն։ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը։ Իսկ Լաչինի շրջանը մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը։ Լաչինի միջանցքը 5 կիլոմետր լայնությամբ, որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը, այսինքն ընդերից ցեղասպանության միջոցով, ցեղասպանության գենոցիդի միջոցով մեր ոսկե սերուցքի դուրս բերումը նրան սրանք ցեղասպանության կոնվենցիաներ են, որովհետև այնպիսի իրավիճակներ ստեղծել, այնպիսի պայմաններ ստեղծել մարդկային, հա, ոչ մարդկային, որ մարդիկ ստիպված են իրենց տներից, իրենց բնակավայրերից թողնեն հեռանան, սա աչիստկա չի արա այդ չաթլախ բառաններ, սա գենոցիդ է, սա ցեղասպանություն է, սա ցեղասպանության կոնվենցիան է, ձեզ խաբեությամբ, խարդախությամբ ձեր ագանջներին լապշա են կախում, մակարոն են կախում, որ ձեր նման օղչարներին օգտագործեն։ Դրա համար, որ այս տեր կոչվածները ձեզ ասում են, մեր հոտը, ճիշտ են ասում, որովհետև դուք ուղեղ չունեք, ու դուք չեք լսում այն մարդուն, որը ձեր շահերից է խոսում։ Բայց հիմա մի րոպե շարունակենք один момент կարևոր դրույթն եմ կարդում Так ապա շրջափակում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը Հայաստանի Հանրապետությանը հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցություն Արա կլիրս քու գանդում բերանը դնեմ ես 20 թվականից սա արդեն ստորագրված հայտարարված պայմանագիր է Սյամո ես բերում տրրցնում ստեն ղախպին, այդ սաղ կապիկություններ է։ Ամերիկայի եսիմ ինչ կազմակերպություն է, այդ սաղ նշանակում է մի պրդ, որ համատեղ, ընդեղ բանը, Գերմանիայից մի հատ կլրի գանդոն կա, Գագիկ Թաթևոսյան կոչված, ազնագրային տվյալները հավաքում կուսակցություն է ստեղծում, ես էլ ջուդի գանդոն է, որը Այսօր ձենա փախցնում, տվյալները հավաքում, որ վաղմիսօր այդ ձեներն էլ բերի տա Ռաուֆի, Խերժոյի, ներկայանալու, չէ ես դրանց դեմ եմ, սրանք պետական դավաճան են 45 թվին ես սենց արել, 35 թվին ես արել, մի հատ են ծծողը, են դոկ կոչվածը, մի հատ են Վարդանիկ կոչվածը, ես իմիշ կլրի գանդոն այն Ամերիկայում, հարութ ես իմիշ կլրիս գլխին է բերում, Այսպես ասեց, այնպես ասեց, սա այնպես էր ասում, նա այնպես էր ասում, փաշողլին այսպես, կլիրս ձեր գանդոն բերանները դնեմ ես այդ գանդոններ, դուք միտումնավոր ես ոռատուներին օրինականացնում եք, դուք գանդոններ նպատակային տանում եք այս գանդոնների արածը օրինական կարգավիճակ տալով, որ վաղը մյուս օր այդ օղչարահոտը Գնա ընտրության մասնակցի, որ իրանց պետական դավաճանությունները, միջազգային հանցագործությունները, ցեղասպանությունները, գենոցիդը օրինական կարգավիճակ ստանա, որ ոչ թե ասեն գենոցիդը, ոչ թե ասեն պետական դավաճանությունը, այլ օրինականությունը, որովհետև եթե դա օրինականություն չլիներ, դուք եթե դա անօրինական է, եթե սրանք հանցագործ են, ինչ ընտրություն Ինչ ընտրության մասին է խոսքը, եթե սրանք անօրինական են, սրանք հանցագործ են, սրանք թուրքի քունված գանդոններ են, ոնց կարող է պատահի ընտրության գնաս թուրքի քունված գանդոնի հետ,
ասում են, դրանք դավաճան են, բա գանդոններ, որ դավաճան են, ոնց է կեթում ընտրության դրանց հետ, հա? Հարց եմ տալիս, արա։ Եթե սրանք դավաճան են, բերանները ժաշտամ ես։ Գագիկ Թեթևոսյան, Վարդանիկներ ու մնացած գանդոններ, քաղաքական կոչված մեկնաբաններ, արա կալիրս ձեր գանդոն ցեղի բերանը, ում եք էշի տեղ դրել։ Եթե սրանք պետական դավաճաններ են, միջազգային հանցագործներ, ազգին ցեղասպանողներ, դրանց հետ ո՞նց եք գնում ընտրության, ուրեմն դուք եք դավաճան, ուրեմն դուք եք պետական դավաճաններ, ուրեմն դուք եք թուրքի կոնված գանդոններ, այ ոռատու գանդոններ, դուք ոռով եք մտածում, թե մարդկանց եք դրա էշի տեղ, բայց մի րոպե, շարունակենք, մի րոպե, Так, Հանրապետության արևմտյան շրջանները եւ Նախճեվանի ինքնավար հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության, անվտանգության, քաղաքացիների տրանսպորտային միջոցների եւ բեռների երկու ուղղություններով անխոչնդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։ Լսեցիք արա, 20 թվականից այս փաստաթուղթը կա։ Կալիրս ձեր գանդոն բերանը դնեմ ես։ Ամերիկանի գբերի, ամերիկան այսպես կանի, ամերիկան լավա, ամերիկան վատ այն, մատ կալերի գլող կային ոռատուն, Ուկրաինայի Տիգրան Ավակյանը ինչա, այն կալերի գանդոնը, Ռուսաստանի լեզվով խոսում է, ռուսերեն շարադրում է, это так сказал, лучше Америка, чем другие. Лучше Америка вас будет ебать, чем другие. Արայք կալիրս ձեր գանդոն բերանը, դուք գործակալներ եք ժաշտամ ձեր եղած չեղածի բերանը, դուք Մոսադի, կապ չունի Մոսադա, FSB-յա, ԱԱՑ-յա, թե ինչ կալերի գանդոնները, սաղըտ էլ նույն ստրուկտուրաներ է, սաղըտ էլ նույն գանդոններն է, սաղըտ էլ նույն թերքաջհուդ բոզի տղեկն է, հիմա, արայք բերանները չժաշտամ, որ մեկըտ կարա Ադրբեջանով գնա գա, հա, տեսեք միակողմանի կողմնակալ պարտադրանք են կիրառում մեր դեմ, Փաշողլի, կալիրս կնգատ, դրա կեղտոտ բերանն է, աղջկեկիտ բերանը դնեմ ես, խերժով դնեմ ես քո ագարկա ցեղի բերանը, Ռաուֆ դնեմ ես քո ցեղի բերանը, ասմա Ռուսաստանը գնա բանանի մեզ պայի, Ռուսաստանին տարթող կանգատ ծծծնեն, ժաշտամ ես քո ագարկա բերանը, դու իշ կալիրս ես այն ոռատու որոշես մեր ազգի, մեր պետության տարածքների վերաբերյալ, նրանց կարգավիճակի վերաբերյալ, ապագան կամ նրանց կարգավիճակը ումտաս չտաս, դու ով ես այ ժաշտամ ընտանիքիդ վրեն, հա? Արա այ կալերի գանդոն, դուք ով եք արա, էդ ձեր մոր պուցնա, կանգատ ռուսիկնա այ գանդոն, տաս չտաս, ավելի լավ աստելնի քանթեն դելնի, այ կալերիս քո քաղաքագետ, քո նախագահ կոչված բեռնումը ժաշտամ ես, դու ով ես այ գյոտ, կամ ես գանդոննովա, դուք միտումնավոր ես գյոտին պահել եք, որ ձեր վրից բազարը հանեք, որ ձեր վրից պետական դավաճանի ձեր իսկ էլի ոռի ուղեղներով հանելու եք, ժաշտամ ձեր ընտանիքների բերանը, Այս օրենքները, այս որոշումները, որ ընդունվում է, դուք ու կալերի վրեն եք նստած, հա? Արա այ գանդոններ, ասում եմ, դուք ու կալերի վրեն եք նստած, թե կալիրը կողել են ագանջներիդ մեջ, չեք լսու, կալիրը կողել են ձեր աշկերի մեջ է, դուք չեք տենում, ծծոսնեմ ես ձեր ընտանիքները, գանդոններ, դուք ով եք արա որոշեք մեր ազգի, մեր պետության խնդիրները, այդ ձեր մոր պուցնարա, ձեր մոր սեփականությունն է, թե ձեր հոր կալիրնա գանդոններ տաքսրաններան, հա?
Ես ձեր թուրքի քունված գանդոն ցեղատեսակի բեռնումները ժաշտամ, գյոթեր։ Մի րոպե դե։ Ադին մամեն, հիմա ուրիշ բան եմ ներկայացնում ձեզ։ Մի րոպե։ Один момент, дорогие наши соотечественники, понимаешь, да? Ես ձեր բեռնումը լցելու եմ, ժաշտամ ձեր ճաշի մեջ լափեք, ընտանիքով, ընտանիքներով, գանդոններ, один момент, Ката, Горбачев не собирался сохранять союз. У меня теперь все больше и больше появляется информация, документы. Мне попались в руки документы, которые мне казалось, я хоть что-то знаю, оказывается, я вообще ничего не знаю. Оказывается, Горбачев с момента, как только стал президентом Российской Федерации, создал из членов Политбюро, из высших эшелонов власти КГБ, группу, которые организованно начали вывозить из территории Советского Союза золото, драгоценности, бриллианты, деньги. 360 миллиардов рублей. Пенсионный фонд вывез Горбачев, когда тогда стоил рубль, 65 копеек стоил, доллар стоил. Он создал, усилил вот эти вот золотые картели, да, золото добывается. Старательный картель на 150, там 500 было, по-моему, на 150. И за 2 года было добыто, плюс к тому, что мы имели 1500 тонн золота, он все это вывез. Вы посмотрите документы, вы о чем говорите. И когда Горбачев дошел, и вы что, не помните, как Горбачев хотел руками народа развалить страну? Руками депутатов СССР хотел развалить страну. Вы что, не помните, когда, я помню, депутат из Курска, доктор, она вынесла, как же ее фамилия? Когда после моего выступления она внесла вопрос, сказала, я не могу понять, вы куда ведете, Михаил Сергеевич? Я хочу, чтобы мы проголосовали сегодня за союз Советского Союза. Ага. 1500 տոննա, լսում եք արա, ոսկիա հանել ՌՍՖՍՐից, այսինքն այդ ռազվալ կոչվածը ԽՍՀՄ-ի փլուզումը, հա, մի նպատակով էր, որ ստեղի գանդոնները ստեղ թալանեն, 365 միլիարդ, այսինքն մոտավորապես 500 միլիարդ դոլար, մենակ այդ ժամանակահատվածում Ռուսաստանից փող է անվել, որի մեջ նաև մտնում է մեր գանձերը, ուշադիր, 1500 տոննա ոսկի, իսկ տարեկան մենակ 200 տոննա մենակ Հայաստանից, մեր Արմենիայից դուրս է գալիս, չհաշված Արցախից, ուրեմն այդ ռազվալ ՍՍՍՐ հիմքում ընկած էր մի նպատակ, Այս լավաքունազները, որ ես խաղում են, սա դրանց բերանն էլ կքունվի։ Տեսեք, մի նպատակ էր հետապնդում այդ ռազվալ Սովետского Союза կոչվածը, այսինքն փլուզում կոչվածը, որը չի փլուզված։ Պարզապես այդ անվան ներքո, այս գանդոնների միջոցով, Փաշողլի, Խերժո, Ռաուֆ, Քոր, Վզգո, Դեմիրճյան, ու մնացած Լուկաշենկո, Ուզբեկստան, Տուրքմենստան, ոչ մնացած ղախպեկի հնարավորություն է տրվել, որ այդ գանդոնները, որոնք նշանակվում են որպես պրեզիդենտներ, թալանեն մեր ազգը, կուսակցությունների հետ, համակարգերի հետ։ Սա կատարված միջազգային հանցագործություն է, որի մասնակից է նաև միջազգային կառույց կոչվածները։ Հիմա, արա ժաշտամ ձեր ագարկա բերանը, ինչ եք հիմի դրա մասին խոսում, հա? 35 տարի դուք դրա մասին լռում եք, ու հիմա այսօր եկել եք սուրբ եք ձևանում, քունեմ ձեր ցեղատեսակների բերանը։ Ռուսաստանն էլ եմ ես կառուցելու։ Ռուսաստանը
Այն դեպքում, որ ձեր նման գանդոնները, տեսեք ինչ է ասում, KGB-ի միջոցով, այսինքն ամբողջ ստրուկտուրաները, KGB-ն ումով է վերահսկվում, դատախազությունով, այսինքն բոլոր համակարգերը ներառված են եղել այս պետական դավաճանության process-ի մեջ, միջազգային հանցագործության process-ի մեջ, եւ դրա համար բոլորը այդ հանրապետություն կոչվածների հետ մասնակցությամբ, ամբողջությամբ կատարել են միջազգային հանցագործություններ, պետական դավաճանություններ, իրենց պետությունների, իրենց բնակիչների գենոցիդի ցեղասպանության ծրագիրը, պետությունը պետականությունը քանդելու քայքայելու ծրագիրը, համակարգերը վերացնելու ծրագիրը, դրանք բոլորը մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են, որոնք ժամկետներ չունեն, չնայած կողմ սրանց միջազգային կոչվածների բեռնումներ, ՄԱԿ-ի բեռնումներ, Եվրոպայի, Եվրոխորհրդի ու մնացած պիդերների բեռնումներ, Էրդողան, Մերդողան, Ֆուցն, Մուցն, Փաշօղլի, Խերժո, Լուկաշենկո, սրանց բոլորին գնդակը հարվելու են, հիշեք խոսքերը, ինչի են դրա մասին հիմա սկսել խոսել, որովհետև հիշեք իմ ասածները, սրանց բոլորին հրապարակավ սատկացնելու են, ես եմ, կալիրս ձեր գանդոն բերանը դնեմ ես հեսա հրապարակեմ, ընդունում են, ստեղ մի հատ դրական բան է, այս թղթերի, այնա, որ ինձ երկու տեղով նշել են կոնկրետ, իմ կարգավիճակը, նախագահի կարգավիճակը, այս բոլորը ապօրինի են, անօրինական են, այս բոլոր համակարգեր կոչված գանդոններ, եթե դուք ինձ իմ հրահանգները չկատարեցիք, ուրեմն դուք այս պիդերներին կալանավորելու, սրանց հրապարակային դատելու, որպես պետական դավաճաններ, որպես միջազգային հանցագործներ, դուք մասնակից եք լինելու, դուք հանցակից եք լինելու այս բոլոր հանցագործություններին։ Հիշեք խոսքերս։ Որովհետև դուք անմիջական մասնակցություն եք ունեցել այս մեր ազգի ցեղասպանությանը, մեր պետության քանդման քայքայմանը։ Ու դե դեպ ասել, մեր Արմենիայը, Հայաստանի Հանրապետությունը, դա կցված, բռնակցված, անեքսիայի ենթարկված տարածք է, Արմենիայի միջնչին մասն է, Արմենիայի միջնչին հատվածն է, որը այս պորնոները 1921 թվականին ամրագրել են, անվանել են, վերանվանել են Արմենիան, որպես Հայաստանի Հանրապետություն։ Մենք, մեր երկիրը Արմենիան է, 480,000 քառակուսի կիլոմետրով, մենք ենք երկրին, այս համենայն դեպս այս երկրին, ձեր գիտակցությամբ, երկրագունդ կլնի, ցիվիլիզացիայի կենտրոն կլնի, տարածք կլնի, պառնիկ կլնի, թե ինչ կլնի ձեր գիտակցությամբ, այս քաղաքակրթությունը մենք ենք տվել, մեր ազգն է տվել, որի հիմքերը դրված են Անգլիայի թանգարանում, ազգացակումնաբանության ծառը, որի բնում, որի բնի վրա, որի կենտրոնում, որի աղբյուրը հանդիսանում է Արմենիան։ Ինչու Արմենիան, ինչու Հայաստանը չի, որովհետև Արմենիան է, բոլոր քարտեզներով ամրագրված է, որպես Արմենիա։ Արմենիա, մենք էլ արմեններ ենք, մենք էլ արորդիներ ենք, մենք ենք տվել ես գանդոններին, ու այսօրվա վրա մեր սխալն է եղել, մեր հայրերի, մեր մեծերի սխալն է եղել, որ գիտելիքներ չեն ունեցել, որ այս գանդոններին ընդունել են, տեղ են տվել, դրա համար էլ եկել են, իրանց սպանել են, իրանց ցեղասպանել են, իրանցից խլել են այն իրավունքը, որի միջոցով այսօր ձեր դեմ իրականացվում է ցեղասպանություն, գենոցիդ։ Հիմա այս ամենը բացահայտված է, լսում եք, ամենը բացահայտված է։ Հիմա այս գանդոններին ես սպասում էի, որ այս գանդոնները, իդեպ, պետք է ասեմ ձեզ,
Այն FSB-ի գնդապետ կոչված են Գանդոնը, լսում եք, որը փաստացի երրորդ ուժ էր ձևավորում, որ հեղաշրջում իբր թե կատարեր, սա էլ է համատեղ սրանց կողմից ցուցումներ տրված, սրանց այս գանդոնների Փաշողլի, Խերժի, Ռաուֆ, Քորի ու իրանց համակարգերի միջոցով, որ հեղաշրջում կատարվեր, իբր թե էլի ձեզ մատուցվեր, դուք դրան ականատես լինելով, հա հեղաշրջում, երրորդ ուժ եւ այլն, սա էլ է ամրագրվել, փաստվել, որ կազմակերպվել է համատեղ դատախազության, ԱԱԾ-ի, քննչականի, հակակոռուպցիոնի, ազգային ախորի, Փաշողլու, Խերժոյի, Ռաուֆի, Քորի, Ֆուցնի, ջհուդական կոլեկտիվի, Ախմեդների, Էրդողանների մասնակցության, բայց այս գանդոններին բոլորին հրապարակավ սատկացվելու է, ու էդ էլ ասեմ ձեզ, ադրբեջանցի ցեղատեսակ չկա, Ադրբեջան պետություն չկա, ովքեր ասում են Ադրբեջան, ադրբեջանցի, Ռուսաստան, ռուսաստանցի, Ֆուցն, ամերիկացի, այդպես պետություններ չկան, ողջարն են, դրանք բոլորը գրասենյակներ են, կանցելարիաներ են, միակ պետությունը, որ կա այս աշխարհում, դա Արմենիան է, Արմենիայի իրավասության լիազորության մեջ է կարգավիճակ տալու պետություններին, ժողովուրդներին, նրանց ստատուսը որոշում է Արմենիայի ղեկավարությունը, որը ես եմ ձևավորում։ Այս գանդոնները բազմակի օգտագործված գանդոններ են, դրանք որևիցե մեկ իրավասություն չունեն, ու այն լրատվական պուտանկեքը կամ որ այն տելևիզոր ящикով նայում եք, որ առաջին նախագահ, երկրորդ նախագահ, ստացեք դուք, ժաշտամ ձեր գանդոն բերանը, դուք նախագահ չեք, ժաշտամ ձեր վրեն, դուք չեք էլ եղել նախագահ, դուք համակարգ չեք էլ ունեցել, դուք բռնազավթած գործակալական ցանցեր եք, որոնք գործել են մեր ազգի, մեր պետության դեմ, ու սաղիդ բեռնումը ժաժենք տալու, հրապարակավ մեր ազգով սատկացնենք, հրապարակավ սատկացնել ենք, հիշեք խոսքերս քունեմ ձեր լավի բերանը, ու ովքեր ծառայում են այս գանդոններին, նույն պատիժը ձեզ է սպասում, որովհետև դուք բոլորը հանցակից մասնակից եք, այս պիդրների հետ կատարված մեր ազգի, մեր պետության դեմ, բոլոր հանցագործություններին, պատերազմների հրահրումներին, գենոցիդին, պետության պետականության վերացմանը, պետականության ոչնչացմանը, պետության քանդմանը, քայքայմանը, այս բոլոր փաստերը լսում եք արա, այս տրասի գյոթերը, որ այսօր տերտեր են խաղցնում, ես իմ Սիամո Կարապետյան են խաղցնում, ես իմ իշ գանդոն են բերում, կապիկություններ են անում, այդ սա մտածված, ծրագրվածը համատեղ, խաղա, հետո սեփականացնում ենք հեծը, ազգայնացնում ենք, կալիրս ծածում ենք ժաշտամ ձեր գանդոն բերանը, դուք ով եք, մեր ազգի սեփականությունը ծախում եք, հետո մեր ազգի հաշվին գումարը վերցնում տալիս եք Սիամոյին, ասում եք բան ազգայնացնում ենք, ժաշտամ ձեր մամաների բերանը, ձեր բալեկի բերանը քունեմ ես, ես ինչ կապիկություններ եք անում, այդ կալիրս ծածեք դուք, հա? Այդ ինչ կապիկություններ եք անում, այ ոռատուներ, այս կալերի գանդոնին բերել եք ստեղ խաղեր, եք խաղցնում, արա, այդ չատլախներ, Սիամո, դու այս գյոթի, այս ոռից քունվող գանդոնի, պծի մասնիկն ես, ոռատու, որ դու այս գանդոնին, այս գյոթին, ժամանակին ֆինանսավորում էիր, որ մեր ազգի դեմ իրականացնի ցեղասպանություն։ Քո այն չատլախ աղբերը, որը Խերժոյի կլրի տակ աշխատում էր վախտին, մեր ազգի դեմ ցեղասպանություն էր իրականացնում, պոռնոներ, դուք ծաղդ էլ պատասխանատվության եք ենթարկել, ես ժամանակ տվեցի ագի, վերջի ելույթի ժամանակ, որ եթե դու մարդ էիր, եթե դու մարդկային հատկանիշ ունեիր, եթե քեզ գցել էին ու վրոդի դու էլ միամիտ էիր,
Դու պետք է գայր մոտս, ասեիր Սիմոնյան ջան, ես օրենքից չեմ հասկանում, տարել են փագել են կամ աղբերդ գար, կամ քո մոտիկները, աղբեր տարել են մեզ, ապորինի անօրինական փագել են, ասում են իշխանություն ես ուզում զավթես, դու ճիշտ ես, իշխանությունը ժողովրդինն է, ազգինն է, ոնց կարող է մենք Փաշողլուց իշխանություն խլենք, այն դեպքում, որ դա Իրանը չի, հարց եմ տալիս, բայց դու ինքան չաթլախ դուրս եկար, որ բացահայտեցիր քո ինչ լինելը, դու նստած չես KGB-ում, չէ, դու չկաս ընդեղ այդ տղա, այդ սաղ ընդեղ էիր, որ հոկտեմբերյան էիր, որ ընդեղ ականատես էին, մարդիկ տեսնում էին, որ դու ընդեն նստած ես, ստեղ չեն տեսնում, որ դու նստած ես, դրա համար քեզ բերեցին ստեղ, որ գնաս տունը պարկես քնես, ու նստեք իրար հետ խաղաք մեր ազգի վրա, ու տանեք էլի ցեղասպանեք, որ քո նման ղախպեքը մեր ազգի, մեր պետության հաշվին հարստանա, առած ես գյոթեր, Որները 4 տոնածառ են կողելու չաթլախներ, դուք մարդ չեք ոռատուներ, դուք լափակեր գանդոն եք, դուք սրաները կլերի գանդոնն եք, որոնց ոնց ուզում են հագցնում են, ոնց ուզում են օգտագործում են, հետում հանում գցում են, այդ են սալեն, հիմի ազգիս եմ ասում, ազգիս գիտակից հատվածին եմ ասում, Համախմբվեք, դուզ գանք ես գանդոններին հրապարակավ սատկացնենք, ես այս դակումենտն էլ ավելի մի հատ հաստոտ բան կանեմ, կսարկել կտամ, հրապարակեմ, ու նորից եմ ասում, սրանց դատերն եմ տանում, որպես պետական դավաճաններ, որպես միջազգային հանցագործներ, Քորի, Ռաուֆի, Խերժոյի, Փաշողլու ու համակարգերի, որոնք մեր ազգին Գենոցիդի են ենթարկել ցեղասպանել են, պետությունը, պետականությունը ոչնչացրել են։ Այսօր այսքանը, խոսենք, սպասում եմ գիտակից հատվածին ազգի։